Մեկ րոպե առաջ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում իրականացնել օրենքի տեռոր, օրենքի սրբել, մաքրել, հավաքել, լցել բերդերը, կողպել եւ սկսել պետություն կառուցել։ Պետություն կառուցել բանակից ազգային անվտանգությունից սկսած։ Զինվել, զարգացնելով գաղափարախոսություն, որ մենք պիտի պահենք մեր երկիրը, ոչ ռուսը մեզ կպահի, ոչ պարսիկը մեզ կպահի։ Սիրիայի օրինակը խտրեմաշների առաջը, դե թո պահեր, ընկեր ռուսը եւ ընկեր պարսիկը։ Տվին ասին կերեք, նրանք էլ կերան։ Բայց եթե Ռուսաստանը ունենալով ընդ հսկայական բազա, նավատոր, մի հատ ռակետ չբրախեց ահաբեկիչների ուղղությամբ, մի հատ։ Հիմա կասեն Թուրքիայի բանակը, երբեք թուրքական բանակը մարտական գործողություն չի իրականացել, նա իրականացել է խմբերով, ջոկատներով, բայց որ բանակը լաբավով մտնի կոնֆլիկտի մեջ չի մտել։ Այդ նույն Թուրքիայի բանակը 15 թվին, 18 թվին եւ այլն լաբավով մտավ մեր հետ կոնֆլիկտի մեջ, ոտերս կերավ գնաց հետ, Սարդարապատ, Բաշապարան եւ այլն։ Իսկ սրանց մոտեցումը ինչպիսին է, մենք թույլ ենք, մենք չմոյենք, մենք ոչխար ենք, մենք զոմբի ենք, մենք տավար ենք, մենք ենք, մենք ազգը մեջից պառակտել, կայկայել, պառակտել, գենթագիտակցաբար իջացնել մեր մտածելակերպը, որ մենք չմոյենք, որ մենք տուպոյ ենք, որ մենք բոզի տղա ենք, որ մենք ենք, որ ոնց ուզենան երկիրը ծախեն։ Եվ միակ մարդը, որ ոռը ճղամ ասում է, մենք այդ մարդը չենք, մեր զինվորը չի պարտվել։ Մենք չենք պարտվել, մեզ վաճառել են, ծախել են այս բոզի տղեկը։ Մնում է եւ կա Վարդան Ղուկասյանը։ Ոչ մի քաղաքական գործիչ չի համարձակվում հəլի հայտարարի, որ մենք չենք պարտվել։ Մեզ վաճառել են, մեզ դավաճանել են։ Մեր զինվորին թիգունքի սխապեով ոչնչացրել են։ Հենց մենք մերոց։ Ուրիշ ոչ մի քաղաքական ուժ դրա մասին չի խոսում։